Ուկրաինայից բարի գալուստ, խոսքը տրվում է ձեզ։ Շնորհակալություն նախագահ։ Նախ եւ առաջ կցանկանամ շեշտել, որ 25 տարեկան տղամարդը Ուկրաինայում հիմա պայքարում է առանց վախի անկախության համար եւ նրանց պետքին էլ չէ ինչ ազդեցություններ կլինեն նրանց ընդհանրապես նրանց պետքին էլ չէ ով կտանի Ուկրաինան ինչ ուղղությամբ մենք ցանկանում ենք ապրել այնպես ինչպես ցանկանում ենք ապրել մենք անկախ պետություն ենք մենք երբևէ չենք ընդունում որևէ տեսակի ազդեցություն եւ ես հավատացած եմ որ մեր երիտասարդ գործընկերները դաս կքաղեն մեր պատմությունից մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում որտեղ խաղաղությունը ուղղակի չի տրվում դա ժամանակ է երբ մենք պետք է հիշեցնենք հետևյալ խոսքերը մենք մեզ եթե դուք պատերազմ եք խաղաղություն եք ուզում պետք է պատրաստվեք պատերազմի Ռուսաստանը Հարացիորեն վտանգ է սպառնալիք է ամբողջ մերձամայքի համար էլ ավել ապացույցի կարիք չունենք էլ բայց ցանկանում եմ թվարկել որոշ բաներ որոնք մեզ կբերեն մի եզրակացության եկեք հաշվենք սպառնալիքները որ Եվրամիությունը հիմա դուք գիտեք Ուկրաինայի մասին շատ լավ բայց Եվրամիությունը հիմա տեսնում է դա Եվրամիության սահմաններում ռազմականացումն է, դա պրոպագանդան է և Ռուսաստանը մեծացնում է իր բյուջեն երկող տարվա համար 52%-ով այս տարվա համեմատությամբ և դուք գիտեք նրանք ինչ են անելու այս գումարով, նրանք ֆինանսավորում են հակամարտող կողմերին ամեն երկրում որպեսզի բևեռացնեն հասարակությունը և թուլացնեն անվտանգությունը այնտեղ և հիմա Եմեն է թիրախում նրանք վախ են տարածում վերջին հարձակումները դրոններով Լեհաստանի դեմ վերջին հարձակումները դրոններով ամբողջ Եվրոպայի տարածքով տարբեր երկրներով որտեղ թռչող օբյեկտներ էին հայտնաբերվել նրանք ցանկանում են տարածել վախ ամբողջ Եվրոպայով մեկ նրանք միջամտում են ընտրություններին կիբեր հարձակումներ են գործում ենթակառուցվածքների վրա լրատվամիջոցների վրա կառավարական վեբկայքերի վրա ինչու եմ ես թվարկում այս ամենը բոլոր թվարկված բաները մինչև պատերազմը Ուկրաինայի դեմ արդեն կային որպեսզի հասկանանք որ Ռուսաստանը օգտագործում է ժողովրդավարությունը եւ ժողովրդավարական ինստիտուտները որպեսզի որպես այդպեսին ժողովրդավարությունը սպանի նրանք ամեն ինչ պատրաստում են Եվրոպական միությունում որպեսզի միավորվածությունը ավերեն և հետո հարձակվեն նրանք չեն կարող իրենց ռազմական մեքենաները էլ կանգնեցնել նրանց տնտեսությունը ռազմական ռելսերի վրա է դրված նրանք տասնամյակներ առաջ են անգամ սկսել պատերազմի այս սև էներգիան մենք մի իրավիճակում ենք որը միջև երկրորդ համաշխարհային պատերազմն էր անցյալ դարում մենք Ուկրաինայում մեր ջանքերի սահմաններում ամեն ինչ անում ենք ռիսկերը փոքրացնելու նվազեցնելու համար եւ Ռուսաստանի ագրեսիան թույլատնելու համար բայց ես կարծում եմ որ շատ ավելի արդյունավետ կլինի եւ արդյունքը բոլորիս համար անհրաժեշտ կլինի որպեսզի մենք մեր ջանքերը ամրապնդենք ու միավորենք
որպեսզի ռազմական բաղադրիչները ուժեղացնենք, բանակները ուժեղացնենք եւ ավելի շատ ռազմական արտադրություն ունենանք։ Եկեք անենք դա այսօր։ Մենք երեք պետք է իրականում արած լինեինք, բայց հիմա արդեն կարմիր գծին ենք հասել, ուժեղացնենք սանկցիաները Ռուսաստանի դեմ։ Դա պետք է իրական գործող սանկցիաներ լինեն, որ այլևս այն չկարողանա շարունակել իր պատերազմը եւ ուժեղացնենք մեր միությունը։ Ես ցանկանում եմ ասել, որ Ուկրաինան հիմա պատերազմում է, պայքարում է, շատ քայլեր է անում, որպեսզի դառնա ԵՄԱՏ-ը։ Այո, մենք շատ խոչընդոտներ ունենք, ներքին խոչընդոտներ ունենք։ Մենք ունենք անկախության պակաս, հակակոռուպցիոն մարմիններում, մենք բարեփոխումների ոլորտում շատ անելիքներ ունենք, մենք պետք է շատ կարևոր փոփոխություններ անենք օրենքի կիրարկման իրավապահ մարմիններում, մենք պետք է լիքը բաներ դադարեցնենք կամ անենք եւ շատ խոչընդոտներ կան Եվրամիության համար, որը գուցե թույլ չի ցանկանում թույլ տալ մեզ մտնել, բայց մենք ապագայում կհաղթահարենք այս բոլոր խոչընդոտները եւ Հայաստանի հետ, Մոլդովայի հետ եւ նաեւ հույս ունեմ, որ Վրաստանի հետ եւ կարծում եմ շատ ավելի շատ պետք է օգնել Վրաստանի քաղաքասարակությանը եւ անկախ լրատվամիջոցներին, որպեսզի վերականգնեն ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը Վրաստանում։ Միասնությունը մեր ապագան է, առանց դրա կարծում եմ մենք ուղղակի ամենավատ հետևանքների ենք հասնելու, բայց ես հավատում եմ միավորվածությանը, միասնությանը։ Շնորհակալություն։ Հիմա Եվրախորհրդարանի մեր այլ ներկայացուցիչի գործընկերոջ տրվում խոսքը, շատ շնորհակալություն։